Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է Ադրբեջանից Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել, վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ազատությանը փոխանցեց, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը, սակայն Հայաստանի կառավարության և Եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել։ Իրավապաշտպանը նշում է, որ իհարկե տրամադրվող տեղեկատվությունը կազմվում է հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից և բազմաթիվ անգամ արձանագրել են կեղծված տվյալների տրամադրում, բայց անգամ այդ հատվածական տեղեկությունների հիման վրա կարող են որոշակի դիտարկումներ անել։ Անգամ տեսենք ոնց են մեր գերիները, ուրիշ բան չեն ասի, գոնե մի հատ տեղեկություն ոնց են այդ մարդիկ։ Գոնե այդ մարդկանց գոյությունը պահեն, որ մինչև տեսնեն ինչ են անում, հետ են գալիս, չեն գալիս։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա։ Իրավապաշտպանները, սակայն, հղում անելով նրանց հարազատներին ահազանգում են գերիների շրջանում ինքնասպանության փորձերի մասին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որ վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էր հունիսին, անցած ամիս Բաքվի պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում։ Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է, եւ երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս թե ՄԱԿ-ի բարձր ամբիոնից և թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հպանցիկ անդրադարձավ Բաքվում պահվող հայ գերիներին, նրանց որակելով իբրև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ գտնվող անձինք։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կարևոր է համարում, որ Հայաստանի վարչապետը գերիների անազատությունը կապել է կոնֆլիկտի հետ, բայց ըստ Սահակյանի խնդրահարույց է, որ Հայաստանի վարչապետը միջազգային հանրության առջև ունեցած իր ելույթներում այդպես էլ չնշեց, որ հայերը ապօրինի են անազատության մեջ պահվում։ Հենց այդ անօրինական բնույթն է առաջ բերում անհապաղ ազատ արձակելու պարտականություն։ Արդյոք մենք չպետք է խոսեինք այդ անազատության բնույթի մասին, համարձակորեն նշելով, որ անազատության մեջ գտնվելը ապօրինի է, ոչ օրինական է, եւ կարծում եմ այս կարևոր իրավական որակումը պետք է տրվեր նաեւ քաղաքական ամբիոնից, եւ սա չանելն է, որ մեզ մոտ տարակուսանքի է առաջացնում։ Իրավապաշտպանը նկատում է Փաշինյանի համարձակության պակասը պայմանավորված է հայ-ադրբեջանական բանակցություններով։ Սահակյանի խոսքով Ադրբեջանի համար ոչ ցանկալի ձևակերպումների օգտագործումը անդրադառնում է բանակցային գործընթացի վրա եւ հետեւաբար Փաշինյանը խուսափում է այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են անձնապես զայրացնել Իլհամ Ալիևին։ Вооруженные силы Армении совершили многочисленные преступные деяния, ведя интенсивные. Մինչ հայ գերիների շահերի ներկայացուցիչները ճանապարհներ են փնտրում Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների վիճակի մասին տեղեկություն ստանալու համար, Ադրբեջանում շարունակվում է 16 հայերի ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Բաքվի զինվորական դատարանը արդեն հասել է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին, կրկին տարբեր հանցագործություններ վերագրելով Հայաստանի զինված ուժերին։ Один из оглашенных документов касался эпизодов нанесенных телесных повреждений мирным жителям в ходе апрельских боев 2016 года. Նախորդին տեղի ունեցած դատական նիստում ադրբեջանցի մեղադրողը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ այդ ժամանակ Հայաստանը սպիտակ ֆոսֆոր պարունակող հրթիռներ է արձակել Թերթերի շրջանի Էսկիպարա գյուղի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է Չինգիզ Սալման Օղլուն, ով հետմահու ազգային հերոսի կոչում է ստացել։ С содержанием белого фосфора, в результате чего погиб Чингис Салман Оглу Гурбанов. Ինչպես դատավարությունն է կեղծ, այնպես էլ այդ տվյալներն են կեղծ։ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը հակադարձելով Բաքվից հնչող մեղադրանքներին նշում է, թե Ադրբեջանը դատավարությունը իրականացնում ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, այլև Հայաստանի դեմ։ Արձագանքելով սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին կեղծ մեղադրանքներին, պաշտպանության նախկին նախարարը պնդում է, Հայաստանը նման զինատեսակ չի էլ ունեցել։ Այնպես որ այդ ամեն ինչը կեղծիք է, Հայաստանի Հանրապետությունը երբևիցե չի ունեցել սպիտակ ֆոսֆորով նման արկեր։ Իրականում 44 օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային արկեր կիրառել է Ադրբեջանը Արցախի նկատմամբ։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով դատավարական այս պրոցեսում դերերի տեղափոխություն է եղել։ Իրականում հենց Բաքուն պետք է հայտնվեր մեղադրյալի աթոռին, քանի որ Ադրբեջանն է մշտապես խախտել հրադադարի ռեժիմները եւ զինված հարձակումներ գործել, ներառյալ 2016-ի քարոզիայի, 2020-ի 44-օրյա պատերազմի, ինչպես նաեւ դրան հաջորդած Հայաստանի տարածքում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում։